Ողջույն եւ բարի գալուստ Օֆայի խոհանոց։ Այսօր միասին պատրաստում ենք բանանով աղանդեր, շատ համեղ է, ընդամենը 3 պրոդուկտ է ձեզ անհրաժեշտ։ Բանան, դառը շոկոլադ եւ կաթնաշոր։ Բանանը լվանում ենք, կեղևազրկում ենք եւ ուղարկում ենք բլենդերի մեջ։ Այս համեղությունը, որ պատրաստենք, չենք թխելու ու չենք սպասելու, ուղղակի դնելու ենք սառնարանը։ Մինչեւ սուրճ էլ դնենք, այն արդեն պատրաստ կլինի։ Տեսեք, իրականում հստակ քանակել չասացի, բայց մոտավորապես իմացեք 5-ից 6 խոշոր բանան, 1 ամբողջ տուփ շոկոլադ, դառը շոկոլադի մասն է խոսքը, եւ 1 ամբողջ տուփ այսպիսի կաթնաշորը, լրիվ բավական է։ Սա նույնպես ուղարկում եմ բլենդերի մեջ եւ միացնում։ Սա գովազ չէ իրականում, բայց ամենալավը ինձ համար Grand Candy դառը շոկոլադն է։ Ուղարկում ենք այն միկրոալիքային վառարան, որպեսզի հալվի։ Մինչև շոկոլադը հալչում է, այդ ընթացքում միացնում եմ բլենդերը եւ բանանը ու կաթնաշորը դարձնում եմ միասեռ զանգված։ Բերում եմ արդեն իսկ հալչած դառը շոկոլադը եւ ավելացնում եմ բլենդերի միջի զանգվածի վրա ու կրկին միացնում եմ բլենդերը։ Կրկին հարում եմ եւ դառնում է եւ միասեռ եւ միագույն, գույն ամբողջությամբ հավասարապես բաշխվում է։ Եթե բանանը շատ հասած լինելու պատճառով ձեր զանգվածը ստացվում է մի փոքր ավելի ջրիկ, քան պետք էր, այլ ոչ թե պյուրեանման, ապա ավելացրեք մոտավորապես 1 թեյի գդարի չափով կակաո։ Եթե զանգվածը բավականաչափ թանձր է ստացվել եւ բանանը շատ հասած չի եղել, կարող եք այդ этаպը բաց թողնել։ Վերցնում այսպիսի բացվող տարա։ Սա իրականում ջեռոցի համար է նախատեսված եւ նաեւ նմանատիպ աղանդեր պատրաստելու։ Ջեռոցի համար կոնկրետ հենց այս թավաները չեմ օգտագործում, որովհետեւ որակապես ինձ չգոհացրեցին կոնկրետ ջեռոցում օգտագործելու համար։ Ձեռք եմ բերել դրա առանձին այլ տարբերակը, որոնք հատ-հատ ես ձեռք բերում։ Որակապես շատ մեծ տարբերություն կա իրականում, բայց սրանց եւս շանս տվեցինք երկրորդ կյանքի եւ օգտագործում եմ նմանատիպ աղանդերների համար։ Ուղարկում ենք սառնարան ու վայելում։